Սոցիալական հարցերի առումով էլի մենք պետք է արձանագրենք, որ մեր սոցիալական քաղաքականությունները սոցիալական ոլորտի այն բանաձևերը, որով մենք միջև այսօր աշխատել ենք, բոլորը մեծ մասը սպառել են իրենց։ Մենք լրիվ նոր բանաձևերով պետք է աշխատենք։ Ես օրինակ երեք ազգային ժողովում էլ ասեցի, որ հիմա օրինակ երկրում կենսաթոշակառուների թիվը օրինակ ինչա դժվար թոշակը բարձրացնել հարգելի գործընկերներ։ Մի պատճառը, որովհետև կենսաթոշակառուների թիվը շատ մեծ է, 660,000 մարդ։ Այսինքն 1000 դրամով թոշակ ավելացնելու համար մենք պետք է տասնյակ միլիարդների ծախս է ենթարկվում պերմանենտ անընդհատ, որը փաստացի հետ շրջելի չի եւ ընդհատելի չի։ Եվ մեր խնդիրը նաև էս է, եւ նաև մեր խնդիրը քաղաքական առումով նա է, որ մենք մեր տնտեսական զարգացման, մեր պետական շահի տնտեսական զարգացման շուրջ մեր ռեսուրսի մաքսիմալը օգտագործենք։ Եվ այս համատեքստում ես էլի կարևոր եմ համարում արձանագրել, որ ես առաջարկում եմ եւ խոսել ենք նաև դրա մասին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հետ, որ մենք որդեգրենք այն կոնցեպտը, որ 63-ը ոչ միայն կենսաթոշակի, այլև փոքր բիզնես սկսելու լավագույն տարիքն է, ասեցի արդեն ինչի, որովհետև կարծում եմ նախ 21-րդ դարում 63 տարեկան 65 կամ 70-75 տարեկանը ինքը լրիվ ուրիշ կատեգորիա է, այսինքն դա մարդու համար շատ լավ, շատ ծաղկուն, եթե մարդը առողջ է, էլ եմ ասում, եթե մարդը առողջ չի, 29 տարեկանն էլ է պրոբլեմ։ Ես շարքումներ լսեցի, թե սա կենսաթոշակային տարիքի փոփոխության եւ այլնի նախապատրաստում թեմաները, որը բացարձակապես կապ չունի մեկը մյուսի հետ։ Ընդհակառակը մենք ժողովրդագրության ռազմավարությունն ենք ընդունել, որտեղ կենսաթոշակառուների տնտեսական ակտիվացումը կարմիր թելի նման անցնում է եւ ընդ որում կենսաթոշակային տարիքի մարդկանց կյանքը առավել ակտիվ, առավել բովանդակային դարձնելու մասին է այս ամեն ինչը եւ այս ամեն ինչը էլի մենք որ խոսենք մեր ռազմավարությունները մենք մյուս տարի հույս ունեմ կառավարության առաջին նիստում կընդունենք մեր տնտեսական քաղաքականության նոր տնտեսական զարգացման նոր դոկտրինը եւ այլն եւ այդպես շարունակ մեր աշխատանքը մեր օրակարգը ծավալվում է մեծանում է եւ պետական կառավարման համակարգը պետքա պատրաստ լինի սպասարկել այդ ահռելի օրակարգը եւ ես այդ է պատճառը որ ընդունվող որոշումը տեղավորում եմ հենց մեր նշած ռազմավարությունների արդյունավետ իրագործման համատեքստում։ Կան դիտարկումներ լրացուցիչ, համեցեք պարոն Հովհաննիսյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, եթե հիշում եք